Հրայր Ագուլյանը 3 ամիս առաջ Հայաստան եկավ առաջին անգամ կյանքում, բայց եւ որոշում ընդունեց այստեղ է լինելու իր եւ իր ընտանիքի վերջին հանգրվանը։ Սուրյո հարցը 1 տարի, 2 տարի կամ մի քանի 5 տարիով չպիտի լուծվի։ Հատ որ երկար պիտի լինի, ուրեմն մարդալ պետք է իր ճակատագրական որոշումը առնի եւ երթա ապրի դեմ, որ իր վերջնական գայանը պիտի լա։ Այդպես որ որոշեցի գալ Հայաստան։ Ապրիլ այստեղ ես Հայաստան չէի գտնված 25 տարի Եվրոպա ապրած էի, սկիզբի եկա դիկնոջս սիգը կնայինք եթե լավ է կամ կարելի է կորձմը պամը հիմնել, եկա այստեղ դեսա արդեն շատ լավ է, 2 շաբաթ վեճ դիգինս եկավ և այդպես որ որոշեցինք այստեղ ապրիլ և շատ լավ դեղ է, այսինքն թե ժողովուրդը, թե մեր հայրենիքը, թե գլիման, թե մտածելակերպը, թե աշխատանքի որոշ թյուրություններ իր դժվարություններով։ Պարոն Հրայրը սիրիահայերի հանդեպ հայաստանցիների վերաբերմունքի մասին ևս ունի համապատասխան կարծիք։ Նախքան հաստատվելու վերջնական որոշումը կայացնելը ուսումնասիրել է շատ երևույթներ, շրջել քաղաքում, համեմատականներ տարել, մտորել ու եզրակացրել։ Արդյունքում էլ վստահորեն հայտնում է տպավորությունները։ Ես եղավ 3.5 ամիս այստեղ եմ, թեր օրը չբադահեցավ, որ մարդ ինձ թարնա կամ քեշ բամը խոսի, մա գբադահ երբեմն մեկը չղային վիճակի մեջ տաքսի վարորդ օրինակ համար թուրը մի քիչ ամուր խփեր եմ մարդը գսի ախպերս կամաց խփես, սա նորմալ է, բայց այսպես իսկական, թե դու ինչու այստեղ եկես, ինչ որ ես ալսեցի, թե կնակու երգիրը, թե այդպես բամը չկա, այդ որ այդպես կսե, ես կգարձեմ, թե ինքը հայրենիքի թավաջան է, ես այդպես կսեմ, կամ ինք իր Հիմա շատ բարերգա որ պիտի խոսիմ, որ ուղղակի այսինքն վիրավորական է։ Կներեմ, որ իմ սիրիահայերես արաբացած հայեր շատ կան։ Իսկապես արաբե վատ բաներ ցևով գարդահայտվին։ Ամոթ է։ Մենք այստեղ մեր հայրենիքն է, մեր հայերն են։ Մենք շատ լավ պատմության մեջ արածներ ունենք, կսեմ մեր հիվանդ ոչխարը, քան Թեոդարին առողջ քայլը։ Հրայր Ագուլյանը Հայաստանում սեփական գործ է նախաձեռնել, զբաղվում է փայտամշակմամբ, իր սկզբունքն է սպառողներին հրամցնել որակյալ, բայց եւ մատչելի արտադրանք։ Դան ներսի թռները, փողոցի թռներ, երկաթե պայդաբատված թռներ, մոդեռն խոհանոցներ, կլասիկ խոհանոցներ, ննչարաններ, փափուկ կահույք, ամեն ինչ, մինչև այն դեմ որ դուք կխոսիք փայդի մասին, փայդով կարող եք կնել ամեն ինչ։ Այդ է որ մեր արտադրությունները անշուտ իրենք ունեն իրենց հիմնարկը, ես ունիմ իմ հիմնարկս, բայց վերջավորտյան մենք գործընկերներ ենք, որ բոլոր արտադրությունը միասին պիտի վաճառվի։ Ինձ համար շատ թյուրին է արաբական աշխարհը մտնել 300-350 միլիոնոց շուգայը, որ իրենց լեզուն շատ լավ գիտեմ, հոգեբանությունն լավ, այսինքն գիտեմ գճանչնամ, այդպես որ հուսամ թե այդ երկիրներուն կարողանանք անշուտ մի քիչ կառավարությանալ ուժով կամ օրենքներու այսպես մի քիչ դրամապանական բանով, որովհետեւ մատչելի քիներ լան կարողանանք մենք դուրս ուղարկել։ Մեր զրուցակիցը երախտապարտ է արաբ ժողովրդին ժամանակին ներկաղթյալ հայերին հյուրընկալելու եւ նրանց հետ բարիդրացիական հարաբերություններ ձևավորելու համար, սակայն ըստ նրա սա առիթ պիտի չլինի գնալ դեպի արաբացման մոռացության մատնելով ինչ-ինչ արժեքներ։ Դարձյալ պիտի շեշտեմ ասպարի, մեր արաբացած հայերը, որ իրենք այսպես կսեն թե այդ արաբին չգիտեմ ինչը, այսպես չէ, մենք այդ արաբին որը մեկ ցեվով երախտաբարդ դենք եւ մեր երախտաբարդությունը մենք փաստեր ենք, մենք մեր իրենց տված մեզի բոլոր այդ ինչպես կսեն օգնությունները դարիներու մեր մեծ հայրերուն ընդունել բոլորը մենք իրենց փոխադարձած ենք դոգոսներով։ Արաբը մեր վրա որով մենք միննատ չունի, ինչպես որ դուք կսեք միննատ բարը չունի։ Յա վերաթարջ չկա, թող չերազեն, թող իր կարողությամբ նյութական մդային արհեստի կարողությամբ տոն պամը ընե, որովհետև վերջավորության այս stand-by վիճակը, որ գեցած են իրենք, վերջ չունի, այդ փողերը, որ իրենք պերած են հետերին, թող կտակորձեն կորձմը հիմնելու, որովհետև այդ փողերը եթե պիտի այսպես ձախսեն, ժամանակ մեջ պիտի վերջանա, ետ կնա պիտի զղջան, թե ինչու սկիզբեն պամը չրին։ Պարոն Հրայրը հպարտ է իր կայացրած որոշմամբ, հպարտ է իր հայրենիքով եւ ուրախ, որ իր սերունդներն այլևս տանն են ապրելու։ Աշխատեցեք, աբական մտածեք, մենք գործընծուցենք մեր անցյալը, չգործընծնենք մեր աբական։ Մարգարիտա Ավանեսյան, Արման Գրիգորյան, Սլաքեմ։